Վերջին տարիներին արդեն երրորդ անգամ Հայաստանում ներկայացումներով հանդես է գալիս իրանական Թանդիս թատերախումբը, որն արդեն հասցրել է հայ հանդիսատեսին ներկայացնել Արևելքի միջնադարյան խոշորագույն պոետներից մեկի, Իրանի մեծ քնարերգու Նիզամի Գանջավիի 7 գեղեցկուհիները ստեղծագործությունը, ապա նաև պոետի Խոսրովի պատումը, եւ այժմ Երևանում ներկայացնում են նույն հեղինակի Խոսրով եւ Շիրին պոեմի երկլեզու հայերեն-պարսկերեն բեմադրությունը։ Թանդիսի հյուրախաղերն իրականացվում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ ի նպաստ հայ-իրանական մշակութային գործակցության։ Իրան ու Արմենստան պետք է նշեմ մեր օրերում մշակութային դիվանագիտության կարևորությունը եւ որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա են մշակույթի բոլոր ոլորտներում։ Իրականացվում են արվեստագետների մտավորականության փոխանակման ծրագրեր, միջազգային փառատոներ եւ երբ հայացք ենք գցում պատմության խորքերը, տեսնում ենք մեր ժողովուրդները մի շարք պատմական ընդհանրություններ եւ ընդհանուր ավանդույթներ ունեն եւ այսօրինակ նախաձեռնությունները մեծապես խթանում են մշակութային գործակցության զարգացումը։ Ներկայացման բեմադրող ռեժիսոր Համեդ Շեյխին ընդգծում է, որ բնավ պատահական չէ, որ Հայաստանում ներկայացնելու համար ընտրել են Գանջավիի հենց այս գործը, որը պոետիկ պատում է սիրո եւ մարդկային ցավագին հիշողությունների մասին։ Մենք ընտրեցինք Խոսրովի եւ Շիրինի գեղեցիկ պատմությունը, կարծելով, որ այն իսկապես կհետաքրքրի հայ հասարակությանը։ Այն պատմական կարևոր իրադարձություն էր, քանի որ Իրանի թագավորը սիրահարվում է հայ աղջկան Շիրինին, եւ սա մեծ սիրո խորասույզ պատմություն է, մինչեւ հերոսների ողբերգական վախճանը։ Թանդիս թատերախմբի հյուրախաղերը Հայաստանում կշարունակվեն նոյեմբերի 10-ից մինչև 15-ը, Խոսրովը ներկայացնելով ոչ միայն Երևանում, այլև Էջմիածնում եւ Արտաշատում, Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։